Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Այդ օրվա ավետարանական ընթերցվածքում, որը Ղուկասի ավետարանից է, պատմում է, որ երբ մանկան 8 օրերը լրացան, նրան թլպատեցին եւ անվանեցին Հիսուս, ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել, որ նրա անունը պետք է Հիսուս տրվեր։ Եվ այս տոների հերթականությունը, օրերի հաջորդականությունը եկեղեցին նույնպես պահպանել է, որովհետև Սուրբ Ծննդից հունվարի 6-ից 8 օրեր հետո, ամսի 13-ին, հունվարի 13-ին, ինչպես եւ մանկան 8 օրերն է լրացել ծնունդից, մեր եկեղեցին տոնում է անվանակոչությունը Քրիստոսի։ Հիսուս եբրայերեն բառ է հեշու, որ նշանակում է փրկիչ։ Եվ կարծես թե հրեշտակի այս պատվիրած անվան մեջ ամբողջանում էր, ամփոփվում էր Քրիստոսի փրկagorցությունը։ Եվ ընդհանրապես անվանումներ տալը մարդկանց գալիս է դեռևս 5 տականից։ Տեսնում ենք, երբ որ Աստված ստեղծեց կենդանիներին, Ադամի մոտ բերեց եւ Ադամը բոլորի անունները, կենդանիների անուններ տվեց, եւ եկեղեցու հայրերն ասում են, որ այդ ժամանակ կենդանիներին անվանեց, անուններ տվեց, բնորոշելով նրանց որոշակի, այդպես իրենց դիմագծերը։ Եվ անուններ տալը ինքնանպատակ չէր 5 տակարանում, հին ժամանակներում, անունները բնութագրում էին մարդկանց, ինչպես օրինակ Ադամ նշանակում է հող, Եվա նշանակում է կյանք, կամ Հակոբ նշանակում է խաբող, որ պետք է հետագայում խաբեր իր եղբորը, Սամվել Աստված լսեց, ինչպես հենց այդպես էլ եղավ, Աստված լսեց Աննայի աղոթները եւ Սամվելին պարգևեց Աննային, այսինքն անունները բնութագրում էին մարդկանց։ Եվ ահա հրեշտակապետի Գաբրիելի այդ պատվերը, որ մանուկը պետք է ծնվի եւ նրան պետք է կոչեք Հիսուս, բնութագրում էր այդ մանկան աշխարհ գալու նպատակը։ Հիսուս նշանակում է փրկիչ։ Եվ Քրիստոս Հիսուս ծնվելով փրկեց ամբողջ մարդկությունը մեղքից։ Նաեւ մեկ այլ անվանում կա Քրիստոս, որը արդեն հունարեն բառ է, նշանակում է օծյալ Տեր։ Կամ դրա եբրայական տարբերակը կա Մեսիա։ Այսինքն մենք Հիսուս Քրիստոս ասելով, մենք ակամայից խոստովանում ենք, որ Հիսուս մեր փրկիչն է եւ Քրիստոս մեր օծյալ Տերն է։ Եվ իրապես թող մեր այս Քրիստոսին անվանելը, Քրիստոսին հիշելը, Քրիստոսի անունով աղոթք անելը իրապես խոստովանություն լինի, իրապես աղոթ լինի եւ իրապես մենք դիմենք Քրիստոսին, որ Աստված մեզ փրկի ամեն տեսակ փորձություններից եւ առաջիկա այս տարվա ընթացքում նույնպես Աստված պահի պահպանի ամեն փորձություններից եւ մենք ի սրտե ամբողջ սրտով խոստովանենք, որ այո, Քրիստոս մեր օծյալ Տերն է եւ Թագավորն է։ Հրեշտակապետի պատվերն էր, որ մանկան անվանեցին Հիսուս եւ ծնողները մտածելու կամ որոշելու այլընտրանք չունեին եւ անմիջականորեն հրեշտակի պատվերը կատարեցին եւ այսօրվա մեր իրականության մեջ, երբ որ պետք է նորածինը ծնվի, ծնողները նախապես արդեն որոշում են, քննարկում են, թե ինչ անուն պետք է լինի իրենց ապագա զավակը։ Ուղղակի կուզենայի ասել, որ ամեն մի անուն իր իմաստը ունի։ Եվ անունները ընտրելիս նաև ծնողները պետք է հաշվի առնեն, թե այս անունը ինչ է նշանակում։ Լավ կլինի, որ մենք անուններ ընտրելուց ավելի շատ նախապատվությունը տանք քրիստոնեական անունների, ակամայից նաև այդ սրբի բարեխոսությունը խնդրելով, ասենք եթե Գրիգոր դնենք անունը, նաև մեր մտքի մեջ ունենալով, որ
Գրիգոր լուսավորիչը պետք է պահպանի մեր մահկանը կամ Հռիփսիմե Գայանը նրանց սրբերի բարեխոսությունը պետք է լինի մեր երեխաների վրա։ Բայց մեր հայկական իրականության մեջ երբեք մենք Հիսուս բառը չենք օգտագործել եւ Քրիստոս բառը նույնպես չենք օգտագործել։ Իրապես դա Աստծո անուններն են եւ կարծես թե մենք մեր հայրերը, մեր ծնողները մտածել են, որ դա միայն Աստծուն բնորոշող անունն է։ Թող Աստված բոլոր մանուկներին պահպանի, խաղաղության մեջ աճեցնի եւ արժանի զավակներ դարձնի մեր ժողովրդի, մեր եկեղեցին։